Բարի վերադարձ ընտանիք։ Շնորհակալ եմ ցավդ տանեմ։ Բանտում մտածելու շատ ժամանակ ես ունենում։ Մտածում ես կյանքի, ընտանիքի, քո կատարած ընտրության մասին։ Ես շատ եմ մտածել մեր ընտանիքի մասին։ Ու հասկացել, որ առանց ընտանիքի, առանց այս պինդ կապի, մենք ոչ մի բան ենք։ Դու ճիշտ ես Սեմ, մեր ուժը մեր միասնության մեջ է։ Կազումյանների ընտանիքը մեր ամրոցն է։ Ես մինչև կյանքիս վերջը պաշտպանելու եմ այս ընտանիքը։ Ու դա անելու եմ բոլոր հնարավոր միջոցներով։ Շնորհակալ եմ աղբերս։ Լցրու սերջուչը։ Էս էլ Վիգենը։ Այդ տղա ջան ուր ես նստած քեզ ենք սպասում։ Ինչ ասեցիր։ Հլա նորից կրկնի։ Ինչ այլ, սա ինչ էր ասում Վիգենը։ Պապ ուտելիքը բերել են արդեն։ Պապ, լավ չես զգում քեզ։ Լավ եմ։ Մոտս անասելի տագնապի զգացում ա տվես։ Սիրտս լավ բան չի գուշակում։ Զգում եմ Դավիթիս հետ մի բան են չի։ Բոլորիս մոտ էլ այդ նույն վիճակն է, պապ։ Ոչ նորմալ քնում ենք, ոչ հանգստանում։ Դրանից։ Չեռաս, սա ուրիշ զգացողություն ա։ Սիրտս ներսից ճմլվում ա։ Ոնց որ մեկը բռնել ա ու սեղմում ա ամբողջ ուժով։ Ներս գնամ պարկեմ մի քիչ։ Ինչ աստեղ կատարվել Վիգեն։ Պապ, այդ հարցը ես քեզ պտի տամ, ոչ թե դու ինձ։ Ինչի համար ես այս բան արել։ Դու մտածում ես, որ ես եմ հրամայել, որ սպանեն Դավիթին։ Ես նման հրաման չեմ տվել, դառնվազն հիմարություն կլիներ, հաշվի առնելով, որ Դավիթը մեր միակ ստրախովկեն էր։ Հանուն ինչի ես պիտի սպանեի Դավիթին, առավել ևս, որ դու նրա մոտ էիր։ Դու 1000 պատճառ կարայիր ունենայիր դրա համար։ Չունեի, Վիգեն, չունեի, Դավիթը միակ կոզրն էր իմ ձեռում, որը կարող էր մեզ փրկել Ավոյի հետ պատերազմից, ու հիմա ինքը չկա։ Բա եթե դու չուրմնելով։ Ես կպարզեմ։ Ու երբ որ պարզեցի, վայ այդ մարդուն, իմ ձեռքերով եմ սատկացնելու։ Միլիոներ է սպանված, գլխից են խփվել։ Այստեղ պրոֆեսիոնալ է աշխատել, որ չոտքի իմացել է իր անելիքը։ Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում։ Քեզ ինչի չեն խփել։ Որովհետև քիլլերը ինձ սպանելու հրաման չի ունեցել։ Ինքը սպասել է, որ ես տնից գնամ, մտնի իր գործը անի։ Չի իմացել, որ դու հետ ես գալու։ Ու գործել է ըստ սիտուացիայի։ Այդ է միակ լոգիկան։ Ուրիշ ոչ մեկը կուրսի չի եղել այս թեմայից։ Սեմ,
Սպանվածներից բացի մենակ ես իրեքս։ Տղերքն էլ կուրսի չեն եղել, Չէ, որ ինֆորմացիայի արտահոսք չլիներ։ բայց արտահոսք եղել է։ Ու քիլերի հայտնվել այստեղ հենց դրա մասին է խոսում։ Լավ մտածիս եմ։ Սաթենին եմ ասել։ Մաման տենց բանի ընդունակ չէր։ Դու քո մորը լավ չես ճանաչում, Վիգեն։ Ախրնայի տղեկից էլ կարային ինչ-որ մեկին ասած լինեին։ Եթե զգուշացնեին, այդ մարդիկ Ավոյի կամ Լորդի մարդիկ պիտի լինեին։ Իսկ նրանք Դավիթին չէին սպանի, իսկ Վիգենին ողջ թողնեին, այլ լրիվ հակառակը կանեին։ Ո՞յ ես ինչ բերեցիր գլխի Սաթեն։ Լավ, հանգստացիս եմ։ Հնարավոր է, որ Սաթենը կապ չունի։ Ես համոզված եմ, ես ամեն ինչ ինքն է կազմակերպել։ Ու նաև գիտեմ, թե ում ձեռքով։ Ստեղ ամեն ինչ հավաքում եք, բոլոր հետքերը հեռացնում եք, Դավիթին տանում են ստեղ եք թաղում, որ ոչ ոք չգտնի։ Ասեցի մինչև Վիգենը դուրս եկավ։ Հետո մտածում։ Բայց այդ լակոտը հասցրեց փախնել։ Մինչև կվազեի հետևից Վիգենը հայտնվեց։ Շարունակի։ Շարունակելու բան չկա։ Վիգենը տեսավ, որ Դավիթը վազում է։ Մտածեց, որ տնից է փախնում։ Վազեց հետևից։ Ես ուզում էի հետ գալ, բայց Ավոյի տղեն ինձ տեսել էր։ Ես ուրիշ ելք չունեի։ Դու ամեն ինչ ճիշտ ես արել։ Չէ, Սաթեն։ Ես իմ կյանքի ամենամեծ սխալն եմ գործել։ Սեմը հիմար չի։ Շատ շուտ կհասկանա, որ ես ամենը դու ես կազմակերպել, իսկ ես կատարել եմ։ Հա, եթե Վիգենը այնտեղ չլիներ, կարելի էր մտածել, որ Դավիթին օտար մարդիկ են սպանել։ Բայց երբ Դավիթին սպանում ես ու Վիգենին ողջ ես թողնում, պարզ երևում է, որ Զակաշչիկը ընտանիքի անդամներից է։ Հիմա ես ինչ անեմ, հա? Սաթեն ինչ անեմ։ Սեմը ինձ կտոր կանի, երբ իմանա, որ իրան դավաճանել եմ։ Դու իմ հրամանն ես կատարել։ Նա քեզ չի սպանի։ Դու նրա կինն ես։ Երեխաների մայրը։ Իսկ ինձ չի խնայի։ Գնա Հայաստանից։ Եթե վախենում ես, փախի։ Ես փախնելու տեղ չունեմ։ Ու եթե կարողանայի փախնել, միևնույն է, ընտանիքս չէի կարող տանել։ Ես ծեր մայր ունեմ, թոռներ։ Ես քեզ խոստանում եմ, որ քեզ հետ ոչ մի բան չի կատարվի։ Դու դա չես կարող խոստանալ, Սաթեն։ Եղել է մի դեպք, որ ես խոստանամ ու խոստումս չկատարեմ։ Հիմա իրավիճակն ավելի լուրջ է։ Գնա տուն Ջիվան։ Դու հոգնել ես։ Եթե Սեմը գլխի է անկել, ուրեմն կգան քո հետևից։ Չդիմադրես։ Կանես այն ինչ ասում են։ Մնացածը քո հոգսը չի։ Հանգստացրեցիր։ Ուզում ես ողջ մնալ։ Ուրեմն արա այն ինչ ասում եմ։ Գնա։ Ինչ է կատարվում, մամ։ Իսկ քեզ ով ասեց, որ ինչ-որ բան է կատարել։ Ես գույր չեմ ու ամեն ինչ տեսնում եմ։ Պապայի վախեցած դեմքը Վիգենի զանգից հետո, իրանց խուճապահար տանից դուրս գալը։ Դու։ Ես ինչ։ Դու շատ լավ կարողանում ես թաքցնել էմոցիաներդ։ Բայց ես տեսնում եմ, որ ինչ-որ բան են չի։ Հա, ինչ-որ բան են չի։ Եվ դա քեզ չի վերաբերում։ Այն ինչ կատարվում է այս ընտանիքում վերաբերվում է նաև ինձ։ Եթե վերաբերեր, ես քեզ կասեի։ Իսկ եթե չեմ ասում, ուրեմն պետք չի, որ իմանաս։ Իսկ հիմա վերցրու եղբորդ ու գնացեք տնից։ Ուր գնանք։ Ուր ուզում եք, կինո, թատրոն, համերգ։ Մենք ոչ մի տեղ չենք գնալու։
Մնալու ենք տանը։ Դու երբեք չես ուզեցել մաս կազմել այս ընտանիքի հանցավոր կյանքին, ճիշտ է։ Քեզ երբեք չի հետաքրքրել, թե ինչով է զբաղվում հոր եղբայրդ, հայրդ, եղբայրդ, երբեք։ Եվ ես հարգել եմ քո որոշումը։ Իսկ հիմա, եթե ես քեզ ասում եմ, որ պետք է գնաս տնից, ուրեմն պետք է գնաս, առանց հարցեր տալու, հասկացար։ Ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Ուղղակի տանը կարող են լինել տհաճ խոսակցություններ։ Ես չեմ ուզում, որ դու կամ Գևորգը լսեք դա։ Խնդրում եմ։ Լավ։ Կանեմ ոնց ուզում ես։ Գեվ չգնանք կինո։ Հա, կարելի է։ Դե դու գնա հագնվի, ես էլ վրաց մի բան գցեմ, դուրս գանք։ Բրավունից կողել աշիշը, ստիպում ավանսով, ներեմ են մարդկանց ոտքեր, կարինեիս հասցրել են էդ օրին, ես ինչ իմանամ, կարինես ողջ կմնա, ողջ չի մնա, բայց ես կանեմ էդ բանը, կանեմ հանուն Դավիթի, եթե դա կոգնի Դավիթին էդ բերելու, Մահավոյի համար շատ դժվար է, լորդ։ Շատ ջան գիտեմ ծնող եմ, ես այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց չեմ մտածում, որ ես այդ ամեն ինչը կոգնի այդ երեխուն։ Մտածում ես արդեն ողջ չի Դավիթը։ Մասո ես այդ բան չեմ մտածում։ Ես մտածում եմ, որ այդ երեխան այսքան ժամանակ չկա, որ տեղեկություն ունենք, ոչ մի բան մասում տեղյակ չենք, ինչ իմանանք այդ երեխան ողջ է, թե չէ։ Ես համաձայն եմ քո հետ։ Բայց եթե գողացել են, գոնե պիտի իմանանք ինչի համար։ Եթե չեն ասել, ուրեմն ինչ-որ բանի են սպասում։ Բարեկում ձեզ։ Աստծու բարին։ Ինչ կա եկել է սրավ։ Ասել էր ուշադիր լինեմ, հետևեմ, թե ինչ են խոսում փողոցներում, որ կարամ ես հետաքրքրի։ Հա, հիշում եմ, ու ինչ պարզեցիր։ Մի ժամ առաջ Սոսի հետ եմ հանդիպել, ինքը Կազումյանների հետ տալարներ ունի, ու Վիգենի հետ էլ մոտիկություն է անում։ Շարունակի։ Համիկինը ու Միրոին գիտես։ Հա, Վիգենի ամենահավատարիմ տեղիքն են։ Ես դրանց ճանաչում եմ, ամբողջը իրար հետ են։ Անհետացել են, չկան։ Ինչ է նշանակում անհետացել են։ Ոչ մեկ կուրսի չի, թե որտեղ են։ Այս քանի օր չեն կարում Համիկի հետ կապի դուրս գան, Միրոն էլ երեկվանից անհասանելի է։ Այդ հլը ոչ մի բան չի նշանակում։ Կարող է գործող տեղ են ուղարկել։ Չէ, Մոս ջան, այս լրիվ ուրիշ թեմա է։ Այդ Համիկի տնեցիք խառնված են իրար, ոստիկանություն են դիմել։ Բայց Վիգենն ինչ է ասում։ Սոսը ասում է, Վիգենն էլ էս քանի օրը չի երևում։ Չգիտեմ ես ամեն ինչ ինչքանով կապ ունի Ավոյի տղու անհետացման հետ, բայց ասի ճիշտ կլինի, որ կուրսիլն եք։ Դու ամենից շատ ճիշտ ես արել։ Սոսին էլ ասել եմ, եթե նորություն լինի, ինձ կուրսի պայի։ Վիգեն էլ չի զանգել, չէ։
Ես պետք է զանգի։ Չի ասել ինչ հարցով ուզում է տես հանդիպի։ Դե ասած խոսելու բան ունի, բայց ինչ չի թվում, որ լուրջ թեմա է։ Զանգի իմանանք ինչ հարցով է։ Ամենը չնչին բանն է հիմա կարա օգտակար լինի մեզ։ Հա, Վիկ ջան։ Բարիգուն Վիգեն։ Խառն էինք, նոր է տա գլուխներս թեթևացով ասի զանգեմ տենամ ինչ կար։ Ուզում է ռազին տենայիր։ Չէ, բան չէ։ Մեր Սերգոյին են բերդից թողել, տնացիկով հավաքվում ենք։ Ես քեզ առավոտը կզանգեմ։ Լավ, վաղը անպայման զանգի, կսպասեմ։ Անպայման։ Եթե առավոտը չզանգես, դու մի հատ է զանգի։ Հետաքրքիր է ինչ թեման է։ Ոնց եղար, պապ ջան։ Լավ է։ Առավոտից բան չես կերել։ Արի գնանք իրար հետ մի կտոր բան ուտենք, էլի։ Չեմ ուզում, չեմ կարողանում, հացը կուլ չի գնա։ Հինգ տարի մորդ երազումս չէի տեսել։ Մի պահ աչքս կպավ ու հայտնվեց դիմացս։ Բան չասեց։ Օրեց գլուխը շոյեց դեմքս ու գնաց։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի The Show համերգասրահում։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկել հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ, Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը՝ բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վնյուրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818
418-5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux։ Ուղղակի հրաշք կատարնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentalux գերարդիական կլինիկա 818-418-5555 Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ դշոու համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի դշոու համերգասրահում։ Ինչ կարամ քո համար անեմ, բա։ Դու մենակ ասա ցավդ տանեմ։ Ես այսօր առանց մտածելու կյանքս կտամ։ Մենակ թե աղբերդ ողջ հետ վերադառնա։ Պետք է սկսենք սրանց թափտել, բաբ։ Սաղին, հերթով։ Սրանք մարդկային լեզու չեն հասկանում։ Սրանցը մենակ ուժն է։ Դա մեզ ոչինչ չի տա։ Կտա, հերթով կպարկացնենք, ենքան, մինչև իրանք իրանց ձեռով աղբորս կբերեն մեզ կտան։ Էդ տարբերակ չի, անմեղ մարդկանց սպանելով դու մենակ թշնամիներիդ քանակը կավելացնես։ Սենց նստել սպասելու էլ չի լինի, բավ, քայլերա պետք անել։ Բոլոր քայլերը արված են, հիմա մեզնից ոչինչ կախված չի։ Ասալո։ Եկեք սպասում եմ։ Դու գոնե հասկանում ես ինչ ես անել, Սաթեն։ Դու մեզ բոլորիս հարվածի տակ ես դրել։ Ինձ, Վիգենին, նույնիսկ Սոնային ու Գևորգին։ Հիմա մենք բոլորս քայլով դիակներ ենք։ Ոչ, Սեմ, ես իմ ընտանիքն եմ փրկել։ Ես արել եմ այն, ինչ որ դու պիտի անեիր։ Չհամարձակվես ինձ ճիշտ ու սխալ սովորացնել։ Ավոնուշ թե շուտ իմանալու էր, որ մենք ենք առևանգել իր տղային։ Դա ժամանակի հարցեր ընդամենը։ Համիկը պատրաստ էր մեզ դավաճանել։ Վաղը իրա մարդիկ կդավաճանեին, որովհետև $3 միլիոն համար եղբայրը եղբորն է դավաճանում, էլ ուր մնաց իրան։ Էլ ոչ մեկի չէր դավաճանելու։ Այսօր ամեն ինչ պետք է արդեն վերջացած լիներ։ Ինչ ես ուզում դրանով ասել։ Ես որոշել էի, որ դա Ավոյին տանեմ ու հանձնեմ իր հորը։ Ու պատմեի Ավոյին, ասեի, որ ես եմ մեղավոր, իմ ընտանիքը կապ չունի։ Արդեն խոսացի ու պայմանավորվել էի Դավոյի հետ։ Բայց դու ամեն ինչ փչացրիր։ Հիմա հասկացար ինչի համար եմ ես դա արել։ Ես ինչ հակատարվում։ Հարազատ տղես, կինս, առանց ինձ հաշվի առնելու, իրանց սեփական խաղերն են խաղում։ Չէ, պապ, ես ուղղակի ուզում էի մեր ընտանիքից հեռու պահեի վտանգը։ Դու իրավունք չունեիր գլխիցս վրից թափելու։
Ես քեզ վստահում էի։ Մտածում էի հավատարիմ ես ինձ, բայց դու մեջքից ինձ խփեցիր ջիվան։ Ջիվանը իմ հրամանն է կատարել։ Դու իրավունք չունես այս ընտանիքում հրամաններ տալ։ Գործը դեռ վերջացած չի, Սեմ։ Լորդի աղջիկը կենթանի է, դու չես կարող հանգիստ ապրել։ Հիմա էլ որոշել ես լորդի աղջկան սպանել։ Հա։ Որ վերացնեմ բոլոր այն հետքերը, որ իմ տուն են բերում։ Սաթենը ամեն ինչ ճիշտ է արել, Սեմ։ Սխալ արել, որ առանց քո իմացության այդպես քայլերի գնացել, բայց դու ինքդ շուտ թե ուշ գալու էր այդ որոշմանը։ Չէ, Սերգո, այս դավաճանությունը ու սրաններում չկա։ Դուրս ենք ասել։ Դու կխոսանք։ Եղած, հիմա չի կարելի վիճակը ավելի շատ բարձրացնել։ Դուր։ Ջիվանին տարեք պատվանը պահեք, մինչև չասենք ինչ անեք։ Առանձնանանք խոսանք։ Ես ամեն ինչ ճիշտ եմ արել։ Եվ դու դա շատ լավ գիտես։ Ճիշտ չես արել։ Եթե Ավոն իմացա, որ մենք իր տողում սպանել ենք ուղղակի, ոչ մի բանի համար, մեզ կվերացնեն։ Ու նույնիսկ մեր հավատարիմ մարդիկ, որ միշտ մեր կողքին են եղել, մեզնից երես են թեքելու, որովհետև այս ամեն ինչը ճիշտ չի։ Իսկ ես այս հարցը կարայի լուծեի։ Ավոն քեզ ողջ չէր թողնի։ Դու ինչ գիտես, է։ Այդպես կվարվեիք դուք։ Ոչ մի հիմք չկա, որ Վիգենի տղեկի անհասկանալի անետացումը կապ ունի Դավիթի հետ։ Բայց ժամանակային առումով Միրոյի Համիկի ու Դավիթի անետացումները համընկնում է իրար։ Ես գիտեի, որ Կազումյանների մատը խառն է այս թեմայի մեջ։ Երբեք շտապ ենթադրություններ մի արարած։ Այդ ջահելների անետացումը կարար 1000 պատճառ ունենար։ Եկեք չմոռանանք, որ 2 օր առաջ Սետոյին պրեսովկա ենք անում ու ինքը ոչ մի բան չխոստովանեց, իմանալով, որ աղբորը կարող է սպանենք։ Այդ իր արդեն բոլոր կասկածները իր վրայից հանում է։ Չէ, չի հանում, լորդ։ Սետոն կարար եւ կուրսի չլիներ Վիգենի գործերից։ Կարար եւ չլիներ։ Բայց այդ ընտանիքում առանց Սեմի հարցեր չեն լուծվում։ Հենց այդ պատճառով էլ Սեթոին տվել են մեր ձեռը, իմանալով, որ թեմաներից կուրսի չի։ Այդ ենթադրությունները Կազումյաններին դեմ տալու բան մենք չունենք։ Չունենք, բայց կարամ չէ մեր ձևերով ջոգինգ ստեղծենք անենք այնպես, որ իմանանք այդ ջահելներն ուր են։ Կարող է Սեմը գործ մորձատվել, որ այդ ջահելները ասպարեզում չերևան։ Համաձայն եմ, բայց պետք է արագ անել։ Այսօր վաղը ինչ հնարավոր է ճշտեք դրանց մասին։ Իսկ եթե չհաջողվեց ինչ-որ բան ճշտել։ Եթե չհաջողվեց, ես կհանդիպեմ Կազումյանների հետ։ Բայց այս անգամ իրանք հեշտությամբ ձեռիցս չեն պրծնի։ Ես քեզ հասկանում եմ, Սեմ,
Քեզ թվում է, որ Սաթենն ու Վիգենը քեզ դավաճանել են, բայց այդ տենց չի։ Բա ոնց է Սերգո։ Հիմա դրան ինչ են ասում։ Սեմ, Վիգենը տաղավարի քայլ է արել։ Փորձել է սա հարվածը իր վրա վերցնել, որ փրկի ընտանիքը մահաց ու վտանգից։ Իսկ Սաթենը։ Քո կինը միշտ էլ շատ խելացի է։ Նույնիսկ ավելի խելացի, քան մենք։ Այդ խելքի նշան չի։ Սխալվում ես, Սեմ, Սաթենը վտանգ է տեսել այնտեղ, որտեղ դու դա չես նկատել։ Եթե ուզում ես անկեղծ իմանաս, ես իրա փոխարեն նույնը կանեի։ Չհասկացա, Սերգո, դու էլ անցար իրանց կողմը։ Այս հարցում մի կողմ կա։ Այդ Կազոմյանների ընտանիքն է, որը հանգամանքների բերումով հայտնվել է մահաց ու վտանգի տակ։ Ես իրավիճակը վերահսկում էի։ Ես գիտեի մեզ ոնց դուրս անեմ այս վիճակից։ Ու իմ գառանցան ավոյի տղեն էր, բայց հիմա ինքը չկա։ Սեմ կա այն ինչ կա։ Ու հիմա պետք է մտածել, թե ոնց ենք դուրս գալիս այս սիտուացիայից։ Սեմ, լսի, դու իմ աղբերն ես։ Մեր ընտանիքի գլուխը։ Ես լյուբոյի կոկորտը ատամներով կկրծեմ, եթե մեկը կհասկացի տակ դնի քո հեղինակությունը։ Բայց հիմա պետք է մտածենք։ Ստապ, սառը ուղեղով մտածենք ու ջոգենք ոնց ենք դուրս գալիս այս սիտուացիայից։ Դու էլ ես այդպես մտածում։ Այս հարցում հա։ Մենք փոչեր ենք թողել, ու դրանք պետք է մաքրվի։ Ինչքան շուտ, այնքան լավ։ Ամբորեն։ Տանն ես արդեն։ Հա։ Հանգստացի քեզ կարգի բեր, վաղը շատ կարևոր օր է քեզ համար։ Գիտեմ։ Հիշի խնդրում եմ, որ քո անվտանգությունը առաջին տեղում է։ Հիշում եմ։ Ամեն ինչ լավ կլինի։ Եթե նույնիսկ կասկածի նշուլ զգացիր կամ բացահայտման վտանգ, միանգամից դուրս ես գալի խաղից։